Հիմա Վաղարշապատ համայնքում տեղի ունենում նախընտրական քարոզչություն, արդեն ի պատիվ մեր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կան արձանագրված խախտումներ, նախ ես պետք է ընդգծեմ ձեր դերը, ու այս ասուլիսի նպատակն է եւս մեկ անգամ մեր հանրային իրավազեկվածությանը զուգընթաց հանրային վերահսկողության գործիքակազմը մենք գործի տնենք, որովհետեւ նույն Գյումրին ցույց տվեց, թե ինչպիսի արդյունք կարելի է արձանագրել զանգվածային լրատվության միջոցների փութաջան աշխատանքի շնորհիվ։ Այդ օրը հենց բուն ընտրության օրը եւ դրանից էլ նախընտրական քարոզչությանը մենք տեսել ենք վարչական ռեսուրսի անհամաչափ շահարկում եւ միջամտություն, իսկ դեպքերը արձանագրված են, դրա համար ինձ թույլ եմ տալիս այդ արձանագրումը հրապարակելու, լրատվության միջոցների ներկայացուցիչները ահռելի աշխատանք կատարեցին, իրենք հայտնվում են անհարմար պահերին խախտումներ կատարողների համար, իրանք լուսաբանում էին այդ վարչական ռեսուրսների չարաշահումը, դրա ամենաբուն դրսևորումը օրինակ լռության օրը նախորդող հավաքներին վարչական ռեսուրսով մարդկանց ըստ էության, բերելն էր հավաքի վայր ու ԶԼՄ-ների հարցումների արդյունքում էր, որ պարզ դարձավ, որ այդ մարդկանց տարբեր պետական կառույցների, հիմնարկների, աշխատակիցների հարկադրաբար հորդորել են անգամ տրանսպորտային միջոցներով, նյութական միջոցները տրամադրելով բերել հասցրել են, որպեսզի ֆիզիկական ներկայություն ապահովեին եւ տեսողական խապկանք լիներ, որ մարդիկ ունեն աջակիցներ։ Խախտումների տեսակներն էլ իրենց բնույթով, ինչպես ասի բովանդակային ու տեխնիկական են լինում, ընդհուպ ամենատարրական խախտումներից օրինակ տեսախցիկներ։ Մենք գիտենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես կանոն օրենքի տառին համապատասխան ունենում է ուղիղ տեսակապ, ուղիղ հեռարձակում տեղամասային կենտրոններից, որը պետք է լինի անխափան, բայց որ համատարած կերպով տարբեր տեղամասային կենտրոններում, որոնք մի շարք այլ նպատակներով ծառայած կառույցներ են լինում, մենք հայտնաբերել ենք դիտորդական առաքելությունների ընթացքում այլ տեսախցիկներ, այնպես չէ, որ դրանք հատուկ դիտավորությամբ տեղադրված են լինում, կամ լինում է դեպքեր, որ անգամ անջատված են լինում, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հատկապես համայնքներում, ոչ քաղաքային, մարդկանց շանտաժային տարրեր ենք ֆիքսել արձանագրել, մեզ տեղեկացրել են, որ մարդկանց ասում են, որ այդ տեսախցիկներով վերահսկելու ենք ձեր ընտրությունը, այսինքն փորձում են միջամտություն իրականացնել եւ մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը, մարդու ուղիղ անաչառ ազատ ընտրական իրավունքի վրա որոշակիորեն ներազդել։ Ես սա կուզեի կոչ լիներ Վաղարշապատ համայնքի մեր բնակիչներին ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոքի, որ որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու վերահսկելու ձեր ընտրությունը։ Մենք ներկայացված ենք լինելու բոլոր տեղամասերում, մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը եւ որևէ կերպ իրենք չեն կարողանալու արձանագրել, թե դուք քվյախցի հետևում որ ուժի քվյաթերթիկն եք նախընտրելու։ Կրկնում եմ, ընտրական իրավունքի գաղտնիությունը երաշխավորված է, դա քրեորեն պատժելի արարք է ու անգամ եթե քաղաքացին ինքն իր ընտրությունն է բացահայտում, դա եւս պատժելի արարք է համարում։ Նախ տեղամասային կենտրոնում որևէ մեկը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի եւ տեղամասային կենտրոնից դուրս էլ որևէ մեկը քաղաքացիներին հորդորելու, ուղղորդելու իրավունք չունի։ Կարևորագույն ուղերձը կանգնում է նրանում, որ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքն է իր քվեի տերը եւ եթե քաղաքացին նախ չի գնում տեղամասային կենտրոն իր քաղաքացիական պարտքը կատարելու եւ իր ընտրական քաղաքական իրավունքը իրացնելու, իր փոխարեն ընտրում է այն մարդը, ով գնացել է տեղամասային կենտրոն։ Սա կարևոր ուղերձ է, որը պետք է նաեւ նպաստի մեր քաղաքացիական հասարակության կայացմանը, որովհետեւ Երևանի ավականու ընտրությունները բավականին մտահոգիչ էին իրենց մասնակցելիության աննախադեպ ցածր թվով։ Դա եւս ուղերձ է հասարակությունից
դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերին, որ կա վստահության նահանջ եւ մարդիկ ընդհանրապես չունենալով այդ վստահությունը կամ նախասիրությունը որևէ քաղաքական ուժից, անկախ դրանք կլինեն ընդդիմադիր թե իշխանական, իրենք ուղղակիորեն բոյկոտում են ընտրությունները չգնալով տեղամասային կենտրոններ։ Վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված երախտիկս նախ ուզում եմ նաև ընդգծված հայտնել լրագրողական համայնքի ներկայացուցիչ Լիա Սարգսյանին, ով փութաջան աշխատանք է իրականացնում անընդհատ լուսաբանելով խախտումները եւ մենք դրանք եւս արձանագրում ենք առանձին փաթեթային կերպով իրավական վերլուծություններով ներկայացնելու ենք այդ խախտումները արդեն կան արձանագրված վարչական իրավախախտումներ, նաև քրեական օրենսգրքի տրամաբանությամբ հանցակազմի ենթադրող արարքներ, օրինակ հենց մեր ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը ասում է, որ ընտրությունների նշանակման օրվանից ի վեր վարչական ռեսուրսի շահարկումը կամ նվիրատվությունը, բարեգործությունը, որը որոշակիորեն կարող է առնչվել ընտրությունների մասնակիցների հետ, համարվում է քրեորեն պատժելի արարք։ Ունեցել ենք արդեն դեպք, երբ բարեգործության անվան ներքո հավաք է տեղի ունեցել Վաղարշաբաթի համայնքի գյուղերից մեկում եւ հրապարակայնորեն երեխաներից մեկին բավականին խոշոր գումար է հանձնվել։ Այստեղ կարծում եմ, որ լրագրողի հրապարակումը ու տեսանյութը պետք է իրավապահների համար հանցագործության հաղորդման հիմք հանդիսանային եւ մենք հետեւողական կլինենք արդյոք այդ գործընթացին ընթացք տրվել է իրավապահների կողմից։ Վարչական ռեսուրսների չարաշահում է տեղի ունեցել Կա էլի արձանագրված տեսանյութ, որ հավաքներից մեկում քաղաքացիներից մեկը նշում է, որ ինքը գյուղապետարանի աշխատակից է եւ իրեն հորդորել են մասնակցելու կոնկրետ տեխնացուի համար հրավիրված հավաքին։ Ունենք արձանագրված իրավիճակ, երբ քաղաքապետարանի աշխատակիցները կոնկրետ տեխնացուի, բարձ է, որ տեխնացուի համար պաստառ են փակցնում, սա եւս կոպիտ խախտում է, որովհետեւ ակնհայտ կերպով վարչական ռեսուրս են շահարկում։ Մի խոսքով կրկին կոռելացիա համադրությունը, որ Գյումրու հետ էլ տանենք, ընտրախախտումների հետ կապված նաև այսպիսի իրավիճակ կա, որ ես մի շարք ընտրախախտումներ չեմ բարձրաձայնել, որովհետև չենք ունեցել փաստական հանգամանքներ, այսինքն համատարած մի քանի աղբյուրից քաղաքացիները թե ինձ, թե մեր դիտորդական առաքելության այլ ներկայացուցիչներին, օրինակ Գյումրու դեպքերով կհիշեք հայտնի շրջանառվում էր տեղեկատվություն, որ կաշառքը բաժանվում, բայց կաշառքը բաժանվում է շահումով խաղերով, application-ների, հատուկ հավելվածների միջոցով։ Օրինակ այդ տեղեկատվությունը ստանալով ես չեմ հրապարակել, որովհետև այդպես էլ փաստական հանգամանք ինձ չներկայացրեցին եւ չունենք հանցագործության հաղորդման համար անհրաժեշտ քանակի հիմքեր, բայց իմ գործընկերը գիտակից հասարակության կենտրոնը գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել, խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն Գյումրու ընտրությունների ժամանակ այդ 20 օրվա միջակայքում արդյոք Գյումրու տարածքում եղել է որևէ կոնկրետ ընկերության շահումով խաղերի, նոր հավելվածների գրանցումներ, նոր օգտատերերի եւ արդյոք եղել է համաչափություն այդ ջեքփոթերի կամ այլ ձևաչափով նույնականակ գումարի իրենց տրամադրման։ Հիմա մինչ օրս արդեն ամիսներ են անցել, այդ հարցմանը պատասխան չի ներկայացվել իրավապահ մարմինների կողմից, հարցումը ուղարկվում է տարբեր մարմինների, իրավապահների շրջանակներում, սա այլ արատավոր պրակտիկա է, որը առավել ընդգծվել է վերջին տարիներին, ունենալով պետական մարմինները պարտավորվածություն թե տեղեկատվության ազատության մասին օրենքով, թե մեր Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորվածություններով կոնկրետ ժամկետներում պատասխանելու հարցումներին, թե լրատվամիջոցների, թե հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների շատ հաճախ առանց անգամ արձագանքման ձեռնպահ են մնում այդ պաշտոնական հարցումներին պատասխան ներկայացնելուց։ Հիմա նույնաբնույթ իրավիճակ ունենք եւ սա շատ մտահոգիչ է, որովհետեւ այդ պատասխանով պետք է կանխորոշվեր նաեւ հետագայում, օրինակ Վաղարշաբաթ համայնքում օրինակ եղել է այդպիսի արատավոր պրակտիկա եւ եթե հաստատող հանգամանքներ են ի հայտ գալու, արդյոք իրավապահ մարմինները
իրականացնելու են անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններ, որպեսզի վաղարշաբաթ համայնքի ընտրություններին նույնաբնույթ արատավոր պրակտիկան չկրկնվի։ Մենք այս անգամ էլ ներկա ենք գտնվելու վաղարշաբաթում արկա է 47 տեղամասային կենտրոն, Էջմիածին քաղաք եւ հարակից գյուղերում, բոլոր տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացվածություն, ունենալու ենք շրջիկ դիտորդներ, ովքեր պարբերաբար այցեր են կատարելու եւ կոչս է մեր քաղաքացիներին եւ այս պարագայում հատկապես վաղարշաբաթ համայնքի ընտրական իրավունք ունեցող անձանց ահազանգելու, մեզ հետ կապ հաստատելու, մեր տվյալները սոցիալական ցանցերում կան, մեր կազմակերպության անձամբ միջոցով մեր դիտորդների տվյալներն կհրապարակվեն։ Եթե արձանագրում եք մտահոգիչ իրավիճակ, տեղեկատվություն եք ստանում, ըստ որ ձեր պատկերացմամբ միջամտություն է ընտրական գործընթացին, խնդրում ենք անմիջապես դիմել մեզ կամ անգամ եթե ձեր կարծիքով ընտրախախտում է տեղի ունենում ու դուք չեք կարողանում տալ գնահատական, արդյոք դա խախտում է թե ոչ, կրկին կարող եք դիմել մեզ, մենք կտրամադրենք իրավական խորհրդատվություն եւ կուղղորդենք ու կարձանագրենք, եթե դա օրենքի տրամաբանությամբ խախտում է համարվել։ Շնորհակալ եմ շատ, եթե հարցեր ունեք, մեծ սիրով արձագանքեմ։